Պարոն Կարապետյան, ցանկանում եմ մի քանի փոքրիկ մեջբերում անել։ Ասեց, ինչքան շուն շանգյալ կա, բերել ես գրանցել ես շտաբիդ վրա 200 ես տալի, հարազատներին սաղին կծել ես գյուղերը 100 ես տալի։ Մի հատ էլ հաջորդը, մի հատ էլ սպորտայինի պես հիմա ամենամոդայիկ շալվարները որ կան, թափ թազայա, պտի բանը բացել տասելի, կարճ ինքը, բայց զապաս ունի էլի, թափ թազայի ուղը վրեն։ Հաջորդը, հիմի այդ Հակոբիկի մոտ փող մող ֆռում է, արա հա Հակոբիկի մոտ ախպեր փող չի ֆռում, բայց ասեց կֆռա բան, ինձ ասեց գազիտ փողը բանն էլ կմուծեմ, բան եսիմ, հեսա դվիժենի կանի ախպեր է, 2 շաբթի, 3 շաբթի չկորես, որ մի հատ էլ տեղի շնենք, մարդա մի 100-150 հազար վեգալ ենք։ Սրանք պարոն Կարապետյան հակակոռուպցիոն կոմիտեի տարածած գաղտնալսումներն են, որտեղ ձեր շտաբի աշխատողներն են թիմակիցները, պարոն Կարապետյան ցանկանում էի տեղեկանալ արդյոք դուք միլիարդատեր մարդ սրա հետ կապ չունեք, ձեր շտաբի աշխատակիցները իրենց սեփական նախաձեռնությամբ գումարներ են բաժանում, ենթադրյալ ընտրակաշարք են բաժանում տարբեր մարդկանց ձեր շտաբերի միջոցով եւ երկրորդ փոքրիկ հարցը սրանից բխող նաեւ այս ձայնագրությունները դեժավյու առաջացեցին պարոն Կարապետյան շատերից մոտ կարծես հանրապետականների ժամանակվա թաղային խուժանի խոսույթներն էին վրա արտահայտվում եւ դրա թաղային խուժանին հիշեցինք պարոն Կարապետյան արդյոք հիմա ձեր դուք այդ փողի մասնակից եք բաժանման process-ի մասնակից եք եւ երկրորդը այս թաղային խուժանով եք դուք ուժեղ որ հայտարարում եք ուժեղ ենք հաղթելու ենք գործող իշխանությանը այս թաղային խուժանն է ձեր ուժը շնորհակալ եմ այ մեր երկրում կաշառք տվողն է գործող իշխանությունը կաշառք վերցնողն է գործող իշխանությունը մենք որպես առաջատար ուժ կաշառք տալու կարիք չունենք իսկ եթե դուք անհանգստացել եք կարճ շալվարի մասով մենք ամեն ինչ կանենք որ դա նվիրեն Փաշինյանին չգիտեմ դա հետո կաշառք կհամարվի թե չէ նույնիսկ դուք ինչը կարտացիք ես չհասկացա դուք ձեր կարտացից ինչ հասկացաք որտեղ էր կաշառքը Մարդիկ ընդհանրապես Հայաստանում ներկա ռեպրեսիաների պայմաններում իրար հետ բարեկամական զրույց ունենալը դարձել է հանցագործություն Փեսան աներոջը քյաբաբ հյուրասիրելը դարձել է հանցագործություն տանում են մարդկանց կալանքի դա ընդամենը գործող իշխանության ցնցումներն են, վախերն են, որը արտացոլվում է այդպիսի տեսքով։ Մենք պետք է հասկանանք, ով է ձայնագրում, ինչ են ձայնագրում, խի են ձայնագրում։ Ես վստահ կարող եմ ասել, մենք ամեն ինչ անում ենք օրենքի սահմաններում, քանի որ եթե մենք գոնե մեկ սխալ թույլ տված լինեինք, ամեն սխալի համար մենք գիտենք հարյուրավոր մարդիկ հայտնվելու են բանտերում, բայց իրենք մի բան չեն հասկանում, որ իրենք էլ չեն տիրապետում իրավիճակին, իրենք բանտարկելով մեր մարդկանց չեն կարող բանտարկել այդ մարդկանց մտքերը չեն կարող բանտարկել այդ մարդկանց սկզբունքները, չեն կարող բանտարկել այդ մարդկանց համառությունը եւ իրանք բոլոր տեղերը ունենալու են ֆիասկո։ Դուք դրանում չկասկածեք, որտեղ իրենք ամեն ինչ անում են ոչ օրենքի սահմաններում եւ այդ անողները օրենքի սահմաններում պատասխան են տալու։ Մի հատ ճշտող հարց ուղղակի պարոն Կարապետյան, ճիշտ հասկացա, որ դուք չեք երգում, որ սա ձեր թիմակիցներն են ու ուղղակի դուք այստեղ կաշառք չեք տեսնում, սա ուղղակի բարեկամական զրույցներ են, ոչ մի ընտրակաշառքի մասին խոսք չի։ Ես հերկում եմ կամ չեմ հերկում, ես նույնիսկ չգիտեմ, դուք կարող եք չհավատաք, ես ոչ մի առաջ անգամ ձեզանից լսեցի ինչ որ ձայնագրություններ։ Ես
գիտեմ ձայնագրությունների մասին, բայց ես ընդհանրապես չեմ լսում, որովհետև ես վստահ եմ, որ մեր կողմից ոչ մի կաշառք, ոչ մի ապօրինություններ չի կատարվում եւ չի կատարվելու։